ԲՀԿ-ն ոչ միայն իմ ասած գործոնի պատճառով չի մասնակցել, այլ նաև բուֆերի դերել էր որոշակի կատարում ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, այս անգամ կարելի ասել այդ բուֆերի դերը որոշակի չափով չկա, հա, այդ խնդիրը այս պահին չի առաջանում եւ մասնակցության խնդիր էլ չունեն։ Իրականում Երևանի ավականիում, եթե քաղաքապետի պաշտոնը չի վերցնում որևէ կուսակցություն, ավականիում լինելը այդքան էլ մեծ որևէ առավելություն չի տալիս։ Հա, քաղաքական կշիռ չունի ավականին, եթե դու քաղաքապետի պաշտոն չունես, հա։ Դրա համար ԲՀԿ-ն միանշանակ է, որ քաղաքապետի պաշտոնը չի վերցնելու, իսկ ավականիում ներկայացված լինելու դեպքում դա իրեն որևէ քաղաքական կշիռ չի տալիս, ինչ պետք է ազգային ժողովում ստացել են, ու այդ պայմաններում նույնիսկ էլեկտորատի խնդիր էլ չունեն, որովհետև պետք է հաշվի առնել, որ ԲՀԿ-ի էլեկտորատը հիմնականում դա գումարով կաշառքով ընտրազանգված է հիմնականը, ոչ բոլորը, բայց հիմնականում այդպես են իրենք աշխատում։ Դրա համար իրենք կարծում են, որ եւս մի անգամ իմաստ չկա այս ընտրությունների մասնակցելու։ Չեմ կարծում, որ Երևանի քաղաքապետի ընտրությունը այն ընտրությունն է, որտեղ հնարավոր քաղաքական կապիտալ կուտակել ձայների իմաստով ձայներ կապիտալիզացնել։ Առավել եւս, որ Բարգավաճի ձայները դրանք Գագիկ Ծառուկյանի անձնական այդ խարիզմայի եւ հեղինակության վրա եւ ֆինանսական ռեսուրսների վրա կուտակված ձայներ են։ Եվ այդ ռեսուրսները երբ աշխատեն, ձայների աշխատանքը կլինի, այսինքն կապիտալիզացիան հենց Գագիկ Ծառուկյանն ու նրա տնօրինած ռեսուրսներն են, եւ ոչ թե այն ընտրական գործընթացները, որոնց նա մասնակցում է։ Եվ կարծում եմ, այս իմաստով շատ ռացիոնալ որոշում է Ծառուկյանի որոշումը չմասնակցել, եթե հատկապես չկա նաև այդ իշխանության հետ այդ բուֆերի դերակատարումը, որի մասին խոսվում է, այսինքն եթե չկա իշխանության հետ որոշակի կոմպրոմիսի գնալու այդ անհրաժեշտությունը։ Իսկ սա ելքի համար ինչ հնարավորություն է, ընդդիմության համար ինչ հնարավորություն է սա։ Ես կարծում եմ ոչ մի մեծ հաշվով, ընդհանրապես քաղաքում ներկայանալու որպես ընտրական process, եթե երկիր ծիրանին դիտարկենք, սա առաջին հնարավորությունն է, եւ եթե այդ բաց թողներ, կուսակցությունը կարող էր որոշակի խնդիր ունենալ այսպես ներկայանալու իր անունը շրջանառելու, որովհետև հաջորդ ընտրությունը խոշոր 4 տարի հետո է լինելու Երևանում։ Ես նկատի ունեմ Երևանի քաղաքապետի նաև, խորհրդարանը իհարկե 5 տարի հետո, եւ այդ 4 տարվա ընթացքում այդպիսի միջոցառում կարծես թե չկար, որտեղ երկիր ծիրանին կներկայանար եւ իր անունը կշրջանառի եւ այլն։ Ելքը ես կարծում եմ որոշակիորեն պարտավորված է նաև մասնակցել, քանի որ հիմա ընդդիմության առաջատարի դերն է, այսպես ասենք, ստանձնել, անցել է խորհրդարան միակ ուժն է, հիմա ելքի շուրջ բավական այսպես ակտիվ քննարկումներ կան, անցել է իշխանության աջակցությամբ, իշխանության կամքով, անցել է ինքը այս ինտրիգները նաև ինչ որ իմաստով ելքին պարտավորեցնում են հերթական անգամ մասնակցել process-ին եւ այսպես ընդդիմության դիրքերից փորձել հաստատել, որ ընդդիմությունը եւ բավական կենսունակ ընդդիմություն է։